Նորից ողջույն, հարգելի երևանցիներ, հարգելի հետևորդներ, այժմ ես գտնվում եմ ավականու Մայր Հայաստան խմբակցության աշխատասենյակում եւ հրապարակայնորեն արտահայտվելու եւ ձեր հետ խոսելու ֆորմատը այս պահին այսպիսին է, մի քանի օր շարունակվող այդ սկանդալը կապված Նոր-Նորքի թաղապետարանի մանկապարտեզի թաղապետի Արտուր Չախոյանի Մեսրոպ Մանուկյանի հետ կապված այսօր ստացավ անընդունելի զարգացումներ, խմբակային կերպով հարձակում տեղի ունեցավ Արտուր Չախոյանի նկատմամբ, Մայր Հայաստան խմբակցությունը խստորեն դատապարտում է ցանկացած բիրտ ուժի դրսևորում ու պիտի հատուկ արձանագրեմ, որ այս ամենը նախկինում դրսևորված համանման վարքագծի շարունակությունն է, հիշեցնելու հարկ չկա, բայց ընդհանուր առմամբ քաղաքական առումով, հանրային վարքի առումով այս իշխանությունները եւ նրանց կից Հանրապետություն կուսակցությունը այս ամենի հետ կապված իրենց իրական դեմքը վաղուց են ցույց տվել, չգիտեմ, էլ քաղաքացու ձեռքերը բռնել թքել նրա վրա, էլ բիրտ ուժ կիրառել ազգային ժողովում, ոստիկաններ կանչել ավականու նիստերի դահլիճ, այդ ամենը դրա շարունակությունն է, Մայր Հայաստան խմբակցությունը խստորեն դատապարտում է, պահանջում է անմիջապես պատասխանատվության ենթարկել Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավարին եւ նրա հետ քաղաքացու վրա հարձակված անձանց շատ կոնկրետ պատասխանատվությունը բացի քրեական դաշտից պետք է կրի նաեւ քաղաքական շատ կոնկրետ բնույթ եւ ակնկալում ենք որ շատ արագ առաջիկա ժամերի ընթացքում Նոր-Նորքի թաղապետը պաշտոնակարվի հակառակ պարագայում ստացվում է որ նախորդին դեմ մարդ է նյարդերը տեղի են տվել հայտարարությունով Տիգրան Ավինյանը ինքը խրախուսել է, որ Նոր-Նորքի թաղապետը ձեռքերին ազատություն տա եւ հարձակվի քաղաքացու վրա։ Պատմությունը, նախապատմությունը կարելի ասել, որ բոլորը գիտեն, խոսքը վերաբերում է տարիներ շարունակ վերանորոգվող եւ այդպես էլ շահագործման չհանձնվող մանկապարտեզին, երբ որ տարբեր ուղղություններով կլինի տրանսպորտ, կլինի քաղաքային բյուջե, մենք տարբեր հարցեր ենք բարձրացնում, քաղաքային իշխանությունները այսպես սրտաճմլիկ կերպով ասում են, բա մանկապարտեզ չվերանորոգենք եւ այլն, արի ուտես, որ այդ մանկապարտեզը այդպես վերանորոգվում է, գումարները ծախսվում են, բայց ինչպես իրենք են ասում, ավարտական ակտը ստորագրված չէ, մանկապարտեզը շահագործման հանձնված չէ, երեխաները հերթի մեջ սպասում են, շատ դեպքերում էլ սպասում են այնքան, մինչև գալիս է արդեն դպրոց գնալու տարիքը, առհասարակ բացահայտումներին, հարցադրումներին, հանրային միջոցների մսխմանը, հովանավորչությանը, կոռուպցիային վերաբերող տարբեր հրապարակումներին, այդ կոռուպցիայի հետ կապ չունեցող իշխանությունը նման կերպ չի արձագանքում, գնում է ամեն պրոցեսի հետևից եւ հանգիստ բոլոր խնդիրները կարգավորում է եւ ոչ թե տեղափոխում է, այսպես ասենք, հեռախոսազանգեր, հայհոյանքներ, ինչ որ ծեծ, ջարդ, բիրտ ուժ եւ ինչն է հատկանշական, որ Երևանի կառավարող կոալիցիան ներկայացնող Հանրապետություն կուսակցությունը այսպես շեփորահարում է իբրև թե եվրոպական արժեքները, այդտեղ ոչ մի եվրոպական արժեքի մասին այս պարագայում խոսք լինել չի կարող, սա բռի, լկտի վարքագիծ է եւ պիտի առանձնահատուկ շեշտեմ, որ իրենք հռչակելով այդ ամենը որևիցե կապ չունեն դրա հետ, իսկ իրականության մեջ գործ ունենք իրականությունից կտրվելու, պաշտոններից կարճած մնալու, քաղաքի կառավարումը, երկրի կառավարումը տապալելու հետ եւ որի արդյունքում էլ ահա ձևավորվում է նման անհանդուրժողականության մթնոլորտ եւ քաղաքական ընդդիմախոսներին, բլոգերներին եւ բոլոր իրենց դեմ խոսակ անհատների հանդեպ հրապարակային սպառնալիքներ, բիրտ ուժ եւ այլն, ահա այդ ամենը գալիս է ցույց դնելու, որ գրոշներ անգամ չեն մնացել 18 թվականի այդ ճակերտավոր սիրո եւ համերաշխության այդ շարժումից
Եվ որվա իշխանությունները արդեն ապավինում են բռունցքներին եւ այս ամենի պատասխանատվության տրանզիտը գնում է դեպի Նիկոլ Փաշինյան։ Նրանք բոլորը պարտավոր են թե Ավինյանը, թե Փաշինյանը, թե Արամ Սարգսյանը օրվա ընթացքում անպայմանորեն արձագանքել եւ հստակ քայլեր կատարել, առնվազն պաշտոնանկ անել թաղապետին նոր-նորքի, իսկ իրավապահ մարմինները Արթուր Չախոյանին բերման ենթարկելու փոխարեն տեսագրությունները նայելով պետք է հասկանան, թե ովքեր են բիրտ ուժի կրողները, հեղինակները, ի կատարածողները եւ որևիցե նմանօրինակ դրսեւորում անհետևանք չպիտի մնա թե քաղաքական առումով, թե իրավական առումով։ Այժմ այս պահին մեր գործընկերները շտապում են դեպի նոր-նորքի ոստիկանություն, որտեղ իբրև թե ըստ ոստիկանների Արթուր Չախոյանին բերման է ենթարկել, որ հաղորդում տա հանցագործության մասին, ուրեմն լրատվամիջոցներով հեռարձակված անձի հանդեպ բռնություն կիրառելու ահա այդ դրվագը կարիքը չունի հաղորդում տալու, այդ հաղորդումը լրատվամիջոցներով այլևս տրված է, բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, Արթուր Չախոյանը պարտավոր չէ հաղորդում ներկայացնել։ Մենք քիչ առաջ փորձեցինք մեր գործընկերները նախաձեռնեցին հանդիպում Տիգրան Ավինյանի հետ, որպեսզի որոշակի պարզաբանումներ ստանանք եւ տեսակետ ճշտենք, թե ինչ մոտեցում ունեն եւ ինչ քայլեր են պատրաստվում անել։ Այնտեղ ասեցին, որ ինքը այս պահին տեղում չէ եւ չի բացառվում, որ ինչ որ իրենք պատրաստ են հանդիպել եւ այլն։ Մեր հանդիպման օրակարգը, եթե այդպեսին պետք է տեղի ունենա, ես այժմ ասում եմ եւ հանդիպումը որպես փաստ ինքնին կարող է տեղի չունենալ, եթե մեր ակնկալիքը դառնա իրականություն, այսինքն օրվա ընթացքում, եթե նոր-նորքի թաղապետը պաշտոնանկ է արվում, մեր հանդիպման արդիականությունը այլևս չի լինում։ Այնպես որ պարոնայք իշխանավորներ գնդակը ձեր դաշտում է, ոչ մի պարագայում լկտիությունը, ամենաթողությունը, ծեծն ու ջարդը չպետք է տեղ ունենան մեր իրականության մեջ եւ մի պահ կապը ընդհատվեց եւ իշխանությունների պատասխանատվության տիրույթում է գտնվում նման իրավիճակներում անմիջապես հստակ տեսակետ արտահայտելը։ Վերջում նորից եմ ուզում ավելացնել, Մայր Հայաստան խմբակցությունը դատապարտում է նմանօրինակ լկտի դրսևորումները եւ մենք այս պահին մեր գոլեգաները արդեն ճանապարհին դեպի նոր-նորքի ոստիկանություն ստանալու որոշակի տեղեկատվություն թե Չախոյանի հետագա ճակատագրի հետ կապված եւ առհասարակ հասկանալու ստեղծված իրավիճակի հետագա հնարավոր իրավական զարգացումները եւ լուծումները նորից եմ ուզում ընդգծել մեր հասարակության աչքում այս ամենը նորություն չէ լկտիության, սանձարձակության, անպատասխանատվության, բիրտ ուժի օրինակներից իշխանությունները շատ են ցույց տվել, այնպես որ այստեղ զարմանալու արտարոց ոչինչ չկա, բայց այսպես ակնհայտ տեսախցիկների առջև, զանգվածային լրատվամիջոցների առջև ոհմակով հարձակվել մեկի վրա եւ բիրտ ուժ կիրառելը, մենք դատապարտելով ակնկալում ենք, որ այս անգամ մի փոքր, այսպես ասեղի ծայրի չափով ողջամտություն կհաղորդի իշխանությունները եւ իրենց իսկ բարօրությունից ելնելով իրենք կգնան վճռական քայլերի եւ նոր-նորքի թաղապետին կազատեն աշխատանքից միևնույն ժամանակ, բայց դրանով չէ ամեն ինչ սահմանափակում, նաեւ լրջագույն հետեւություններ կանեն, որ իրենք երկրի կառավարումը, քաղաքի կառավարումը հասցրել են այն իրավիճակին, որ աչ ու ձախ բողոքի ակցիաներ են, ազգային ժողովում են փոքր եւ միջին ձեռնարկատերերը, Արագածոտնի մարզի բնակիչներն տրանսպորտային բողոք արտահայտում, Պարոշյան եւ Քասախ համայնքների բնակիչներն բողոք արտահայտում, աչ ու ձախ բողոքի ակցիաներ են, աչ ու ձախ մարդիկ հայտարարում են, որ ափսոսում են իրենց տված քվեի համար այս իշխանություններին, իրականությունը այլևս բախում է բոլորի դռները, մախաթը պարկի մեջ չես կարող թաքցնել եւ իշխանությունները ուղղակի պարտավոր են ժամ առաջ արձագանքել ստեղծված իրավիճակին եւ հստակ քայլեր կատարել
Հակառակ պարագայում երևանցիները բոլոր իրավիճակներում այս ամեն ինչին եւ ոչ միայն երևանցիները ունենալու են հստակ պատասխան ու նման օրինակ լկտիության դրսևորումները այսպես ասենք աներկբա ձևով իշխանությունների կործանման, վերջնական կործանման, այդ վերջին զարկն է լինելու։ Սիրելի երևանցիներ, Մայր Հայաստան խմբակցությունը արագ արձագանքման ռեժիմով թե ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնողների, թե նոր-նորքի ոստիկանության ու թե քաղաքապետարանում գործընթացի մեջ է, հրատապության անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հեռարձակումներ կունենանք այս պահին, այսքանը շնորհակալություն։